Արցախցիներն առաջարկների փաթեթ են ներկայացրել Հայաստանի իշխանությանը։ Խնդիրները տարաբնույթ են, սոցիալականից մինչև քաղաքական։ Մի քանի կետի շուրջ քննարկումներ եղել են։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ են հանդիպել, որոշ արդյունքներ գրանցել։ 40,000 աջակցությունը որոշվել է ևս 2 ամսով երկարաձգել։ Սակայն սա հարցի լուծում չէ։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է խմբեր ձևավորել ու մարզեր այցելել։ Սա չի նշանակում, որ Ազատության հրապարակից հեռանում են, վրանն ապամոնտաժում։ Հնարավոր է արցախցիները մեծ հանդրահավաք արդեն անցկացնել։ Ամեն ինչ կերևա մի քանի օրից, տեսնենք մեր հայրենակիցները ինչպես են արձագանքում։ Պահանջագրի 12 կետերը սոցիալական հարցերից զատ վերաբերում են նաև գերիներին, Արցախ վերադարձին, պատմամշակութային ժառանգության պահպանմանը։ Մնացած 11 կետերի մասով իրենք պատրաստակամություն չեն հայտնել քննարկումները շարունակելու, միայն պատրաստ են ձևավորենք խմբեր մասնագիտական բնակարանային ծրագրի, սոցիալական աջակցության ծրագիրը վերափոխելու համար, բարելավելու համար ավելի ճիշտ կլինի ասել, այս պարագայում պետք է հասկանանք մեր հայրենակիցների դիրքորոշումը կապված մեր հետագա պայքարը շարունակելու համար։ Փաշինյանը համոզված է, Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ Այս եզրահանգմանն է եկել պաշտոնավարման վերջին շրջանում։ Բացահայտել է, որ արտաքին մի շարք դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է եղել մեր պետականությանը վերջ դնելու ճանապարհին։ Ինքն այսօր հակադրելով Ղարաբաղի հարցն ու Հայաստանի անկախ պետականությունը աներկբա պնդում է։ Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես, ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել եւ լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար։ Մենք սա ցավոք շատ ուշ ենք հասկացել։ Իշխանությունն իր այս հայտարարություններով Ադրբեջանից բարեհաճ վերաբերմունք է ակնկալում։ Տիգրան Աբրահամյանը նման դիրքորոշման արտահայտումը պատահական չի համարում։ Ադրբեջանի հետ կապված ցանկացած հարց եւ այն հայտարարությունները, որոնք հնչում են նաեւ Արցախի եւ արցախցիների մասով, այդ թվում Արցախի պետական ինստիտուտների ոչնչացման համատեքստում, դրանք ունեն մեկ նպատակ՝ բանակցային գործընթացում օգտագործել այդ հանգամանքը եւ դա Ադրբեջանի ներկայացնել որպես զիջում։ Տեսնում ենք ազգային ժողովում ինչպեսի, այսպես ասած, արտահայտություններ են լինում, վստահաբար պատասխանը լինելու է դիպուկ եւ կոշտ։ Իշխանության այսօր արտահայտած մտքերը վաղը նույնպես խնդիրներ են ստեղծելու, ասում է падգամավորը։ Դրանք խանգարում են միջազգային ատյաններում բաց պահել Արցախի հարցը։ Այն երկրները, որոնք ինքնորոշման իրավունքի իրացման դրույթի հարցում փորձում էին չեզոքություն պահպանել, հիմա այլ վարքագիծ են դրսևորում։ Այս փուլում ստիպված հողում են անում Հայաստանի իշխանությունը հայտարարություններին, ոչ ֆորմալ զրույցներում նշելով, որ գիտեք, եթե Հայաստան Հանրապետության իշխանությունը ինքը իր պաշտոնական դիրքորոշումը այսպես է կառուցում, մեր ցանկացած հայտարարություն կարող է դիտվել որպես ագրեսիվ բնույթ ունեցող կամ Ադրբեջանի տարածքային հավակնություններ ներկայացնող հայտարարություն եւ սա մեր համար կարող է դառնալ խնդիր, չեղած խնդիր։ Արցախցիները փորձում են պահպանել պետական ինստիտուտները։ Մայիսի 21-ին լրանում է նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը։ Օրեր առաջ Արցախի ազգային ժողովը սահմանադրական փոփոխությունների նախագիծ է ընդունել, որով պահպանել է նախագահի ինստիտուտը։ Շահրամանյանը երկրորդ անգամ կառաջադրվի այս պաշտոնում, թե ոչ, հայտնի չէ։ Արցախցիները կարողացել են կորիզը պահպանել, կարողացել են երերարելով նույնիսկ պահպանել պետական ինստիտուտները, որոնք այսօր ոչ միայն որոշակի ֆունկցիա են կատարում, ապահովելով նաև արցախցիների իրավունքների պաշտպանությունը, այլ սա նաև այն հնարավորություն է, որը պետք է հնարավորություն տալ կրկին միջազգայնացնել Արցախի հարցը։ Պետք է պահել նախագահի ինստիտուտը, ազգային ժողովի ինստիտուտը, սա են կարելի ասել վերջին, ինչպես չգիտեմ ինչպես ձևակերպեմ, կտորներն է, որ Արցախից մնացել է եւ պետք է կարողանանք այս ամենի շուրջ համախմբվել։ Մենք բոլորս հասկանում ենք, չէ՞, որ այսօրվա իշխանությունները հավերժ չեն։ Արցախի էջը փակված չի կարող համարվել, Սամվել Շահրամանյանն է վերահաստատել արցախահայության դիրքորոշումը։ Կարծում եմ, որ չնայած առկա ընթացիկ բարդությունների, մեր հասարակության եւ հատկապես քաղաքական համայնքի առողջ ուժերը պետք է իրենց ողջ ուժերը նաեւ օգտագործեն սատարելու արցախցիների այս պայքարին
որովհետև դա համահայկական հարց է, դա միայն արցախցիների հարցը չէ, եւ դա մեծ առումով նաեւ հայկական աշխարհի անվտանգությունից բխող հիմնահարց է։ Իշխանության վարած քաղաքական կուրսը ցույց է տալիս, որ Արցախ վերադարձի հարցը հիմա փակ է։ Նժդե Իսկանդարյանի խոսքով այդ մասին հնարավոր կլինի մտածել իշխանափոխությունից հետո։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։